Բարև ձեզ, ես Շող Մովսիսյանն եմ, առաջի անգամ եմ ներկայանում այս ֆորմատով, մեր լավ ընկեր Ռոման Բաղդասարյանի հրավերքով և մասնակցությամբ և օգնությամբ։ Ես 23 տարի ապրում եմ Միացյալ Արաբական Էմիրություններում, ինչպես ամբողջ հայկական սփյուռքը, իմ միտքը, իմ սիրտը Հայաստանի հետ է։ Ես ցանկանում եմ Հայաստանին բարեկեցություն, խաղաղություն, խաղաղ երկինք, բարգավաճում։ Շատերը հաճախ հարցնում են, որքանով է դժվար ինտեգրվել օտար երկրում, օտար միջավայրի, օտար ազգությունների մեջ։ Ինձ համար բավականին հեշտ էր ինտեգրվել, միգուցե այն պատճառով, որ արաբները իրենց կուլտուրայով, իրենց կենցաղային սովորություններով մեզ հայերի շատ մոտ են, շատ նման են, եւ իմ հիմնական շրջապատում եղել են արաբներ։ Այդ պատճառով ինձ համար բավականին հեշտ է եղել ինտեգրվել այս միջավայրում, բայց միևնույն ժամանակ եղել են խնդիրներ, այդ խնդիրները լինում են ամենտեղ, նույնիսկ հայրենիքում, կյանքի դժվարություններ, եւ այդ դժվարությունները հաղթահարելու համար մարդ պետք է ունենա կամք, հզոր կամք, անկոտրում ոգի։ Մենք պետք է ինչ-որ պետական մակարդակով ծրագիր կամ նախագիծ մշակենք, մեր գյուղմթերքները, էմիրություններ եւ ոչ միայն էմիրություններ արտահանելու համար։ Խոսքը այն մասին է, որ էմիրությունները եւ հարակից մյուս երկրները՝ Օման, Կատար, Բահրեյն, Քուվեյթ, Սաուդյան Արաբիա, այդ բոլոր երկրները, թվարկածից երկրները մոտ 100 միլիոնանոց սպառողական շուկա է իրանից ներկայացնում եւ մենք ունենք Պարսկաստանի բաց սահման, որը ի տարբերություն Լարսի խնդիրներ չի առաջացնում, միշտ բաց է։ Էմիրությունները եւ ոչ միայն էմիրությունները, այլ նաեւ տարածաշրջանի թվարկածից երկրները իրենց աշխարհագրական դիրքով շատ ավելի հասանելի ու մոտ են Հայաստանին։ Կա օրենք եւ այդ օրենքը խստորեն հետևվում է եւ իմ կարծիքով շատ ճիշտ կլինի, եթե ինչ-որ պետական մակարդակով ծրագիր մշակվի, որ մեր գյուղմթերքը Հայաստանում արտադրված ապրանքները արտահանվեն հենց այս տարածաշրջանի երկրներ։ Նորից ասեմ, նորից կրկնեմ, որ այս շուկան ունի մոտ 100 միլիոն սպառող, ինչը Ռուսաստանին ոչնչով չի զիջում, հաշվի առնելով այն փաստը, որ այս տարածաշրջանում կլիմայով պայմանավորված պայմաններով կարելի ասել գյուղատնտեսությունը ոչ այդքան զարգացած է եւ ամբողջը ներմուծվող ապրանքներ են ամբողջ աշխարհից։ Եվ կարծում եմ Հայաստանը մեծ պոտենցիալ ունի այս շուկայում իր տեղը գրավելու։ Ուղղակի դա պետք է մշակվել, պետք է լոգիստիկ ճանապարհներ հղկել, բացել։ Իմիջիայլոց էմիրություններից Հայաստան շատ ավելի հեշտ է ապրանք ուղարկել, քան Հայաստանից ներմուծել էմիրություններ։ Խնդիրը դրա մեջ է, բայց չկան խոչընդոտներ։ Խոչընդոտները զուտ այդ ամեն ինչը տեխնիկապես կազմակերպելու եւ վերահսկելու։ Ես ուրախ եմ։ Իմիջիայլոց վերջերս նկատել եմ, շատ եմ նկատել Հայաստան էմիրություններ գնալ գալուց, որ մեր զբոսաշրջիկները, հայերը, շատ ավելի հաճախ են սկսել գալ էմիրություններ հանգստանալու եւ նույնիսկ այստեղից հետո մեկնել երրորդ երկրներ։ Դա ցուցանիշ է, որ հնարավորությունների ցուցանիշ է, որը որ մարդկանց մոտ միգուցե նախկինում շատ ավելի սուղ են եղել, շատ ավելի համեստ են եղել, դա ուրախացնող փաստ է, ես շատ եմ ուրախանում այդ փաստով, համեցեք, ցանկանում եմ իմ այսօրվա ասելիքը եզրափակել իմ կարծիքով մի կարևոր մտքով, որտեղ էլ որ մենք լինենք, մենք պետք է շատ խնամքով վերաբերվենք Հայաստանին, շատ զգույշ խոսենք Հայաստանի մասին, որովհետև Հայաստանը եւ ոչ միայն Հայաստանը, նաեւ ամբողջ աշխարհը հիմա փոթորկող օվկիանոսում է եւ պետք է միշտ մտապահենք, որ ցանկացած ասված թեկուզ մեկ բառ, թեկուզ մեկ գործողություն կարող է դոմինոյի էֆեկտով վատ հետևանք թողնել Հայաստանի, հայ ժողովրդի, մեր ապագայի, մեր սերունդների համար։ Սիրեք Հայաստանը
Սիրում եմ ձեզ։ Մինչ նոր հանդիպում։